Ողջույն հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը մի քիչ տխուր, որովհետև ահավոր կարկուտ եկավ, աննկարագրելի կարկուտ, որ ոչ մի անգամ Ստեփանավանում, ես այսքան տարվա հարսը, Ստեփանավանում նման տեսակի կարկուտ առաջի անգամ տեսա, որ մոտ 10 րոպե ձվի չափ կարկուտ գա և այն կարգի կարկուտ, որ ոչինչ չէր երևում, 1 րոպեում ամբողջ մայթերով մեկ ջուր էր գնում, միացարսափելի իրավիճակ էր, ով հասցրեց իր մեքենան ուրիշ տեղ տարավ, ով հասցրեց մտավ պաղկբավ, որովհետև հնարավոր չէր դրսում մնալ, պատկերացրեք, որ ամուսինս տարավ մեքենան պահեց, բայց էլի վնասվել է մեքենան, գրեթե մեծամասնության մեքենաները վնասվել են, որի շուշանը ջարդվել, որի կողքերն են ջարդվել, հետքերը, միասենց աննկարագրելի վիճակ է եղել, դե Հայաթիս մասին է չեմ խոսում, սարսափելի ձևով ջարդվել է, ոչինչ չկա, հեսա որ նկարը տեղադրեմ, կտեսնեք, թե ինչ վիճակ է, ինչ վիճակում է գտնվում, մի հատ սենց աննկարագրելի վիճակ է հետևորդներ ջան, բայց դե էտ է, բնության աղետ է, ոչ մի բան անել չի լինելու, չեն կարա դրա հիման վրա եսի մինչեր անել, էտ է եղել է, անցնում ենք առաջ, թող մարդկային կորուստներ չլինեն, մնացածը անցողիկ է, մնացածը կդզվի, նորից կցանեմ, նորից կմշակեմ, ես սովոր եմ այդ տեսակի, միշտ էլ Ստեփանավանում ցանել եմ, կարկուտը եկել է ջարդել է, բայց չեմ հուսալքվեմ, արագի մեջ գնացել եմ, նորից ցանել եմ, քախանել եմ, մշակել եմ ու չեմ հուսալքվել ու հաստատ նորմալ բերք եմ ունեցել, ոչինչ, դե հիմա եղել է, անցողիկ է ամեն ինչ։ Հիմա էլ այսպես լավաշի տեղն էի, այսօր խառը, համ վաճառողուհի էի լավաշում, համ խմոր էի անում, գնդում էի, սենց խառը իրավիճակ, հիմա հենց նոր ենք ավարտել աշխատանքները, ասի այսպես մի փոքրիկ նստեմ, մի 5 րոպե հանգստանամ, համ էլ ձեր հետ զրուցեմ ու վեր կենամ, անցնեմ մաքրության աշխատանքներին, պետք է մի հատ մաքրեմ, սրբեմ, որովհետև անձրևից հետո պատկերացրեք այն կարգի ջուր ու կեղտ է լցվել խանութում, որ աննկարագրելի է, մի հատ ասեցի սրբեմ, մաքրեմ, կարգի բերեմ, որ վաղը առավոտյան արդեն մաքուր և սիրուն լինի, այնպես որ հետևորդներ ջան, ես մի քիչ այսպես խառն եմ այսօր ու չկարողացա գնալ շաուրմայի բաժնում և վիդեո նկարահանել, բայց դե ոչինչ կդզվի, երկուշաբթի օրվանից արդեն խոհանոցային վլոգներ կտեղադրեմ հետևորդներ ջան, որովհետև հիմա մի փոքրիկ զբաղված եմ, իսկ վաղը լինելու է ընտրություններ, քաղաքը շատ խառն է լինելու, ոչ միայն մեր Ստեփանավան քաղաքը, ամբողջ մեր Հայաստանը խառն է լինելու, ընտրություն է լինելու, եռուզեռ է լինելու, հուսանք, որ արդար և ճիշտ ընտրություն կլինի մեր հայ ժողովրդի համար, թող ամեն մեկը ընտրեն արդար, ճիշտ և իրանց մտքով ընտրեն, ճիշտ իրանց ուղեղով ընտրեն, այսպես ասած, ոչ թե ուրիշների թելադրանքով, հետևորդներ ջան, որոշեք, ընտրեք և արդար ընտրություն արեք, որովհետև դրանից է կախված մեր Հայաստանի ապագան։ Բարի կտացին, միացրություն եմ նայել, ամբողջ վեցը մշացա, ամբողջ վեցը մշոն, հելը միատ վեցություն է նայել, մոտուզացնեմ, առանց մեկնաբանությունների, այ հիմա մերն է, մեքենաները չեն իմանում, որ ուղղությամբ գնան, որ չվնասվեն, ամուսինս նախորոք ասեց, որ տանում եմ ավտոն պահեմ, որովհետև կարկուտի եղանակ է,
ու շատ է ճիշտ ասեց, տեսեք թե ինչ է կատարվում։ Հələ նայեք, լծվել է խանութի մեջ, սա խանութի մեջն է, տեսեք հələ շտեցություն ունի կարկուտը։ Աննկարագրելի։ Մենք կարողանում խանութի դուռը փակենք։ Աննկարագրելի ձևով եկել լծվել է խանութի մեջը։ Վայ, ամբողջ լոբի, պամիդոր, վար, հիմա բոլորը ջարդվեց։ Տեսեք թե ինչ է կատարվում Ստեփանավանում։ Հələ տեսեք ոնց է ջուրը թափվում։ Կաթ կթալով սաղ լծվել աստեղ։ Լծվում է սաղ տոկերի մեջ։ Հələ ներքևը չեմ կավասը հնկաթած է հեռախոսից։ Սաղ չռալով ջուրը լծվում է։ Հələ Սոսի ջուր է նայեք, միան տեսեք ինչ ձևա հոսում, ամբողջը դվորդոր ջան մեզ լինի, ավտոյին նայեք, սաղ ծանաչապապ է, այսպես որ նայեն, իմանան թե չմրվա նկարահանումա, բայց լտեսեք ինչ է կատարվում, մայթում ջուրը, ոնց է շոշում ջուրը հոսում, Քչացա բոլորի բերքը իմը առավել ևս, հիմա մարոլները, հայաթս չեմ պատկերացնում ինչ վիճակա, ահա դադարեց, նայեք, անենց մի անգամից կտրվեց, ոնց որ ոչ եկելա, ոչ էլ պատրաստվում է գալու, բայց դե տեսեք հետևանքները, հələ մի հատ ես վերցնեմ տեսեք, հələ սառույցի բանը կարկուտի մեծությունը, հələ մի հատ խնդրում եմ նայեք, էլ սրա տակ բեկ կմնա, հələ փողոցում, վայ, որ սաղ մարդիկ նայեք, փակում են իրենց խանութների դրտիսի ջուրը չլծվի մեջ, հələ նայեք, որոնք մտել են, պաղկվել են համապատասխան տեղեր, վայ ջուրը, աստված իմ, սենց որ պահեմ կիմանակ ինչ որ գետ եմ նկարահանում, Վեց րոպե տևեց կարկուտը, բայց դեռ նորից գալիս է ու գալիս։ Ավտոների կանաչը։
Իշքան տերև կա, սաղ կոկե գցել է ավտոների վրա։ Իսկ ջուրը չեմ կարում ներկայացնեմ, թե նայեք ինչ է կատարվում, ավտոները անցնում են, ոնց որ գետի մեջով անցնեն։ Սարսափելի է, սա մի շաբաթ է պետք է, որ չորանա, ցամաքի, տեսեք, աննկարագրելի երևույթ, երևի այս տեսակի կարկուտ Ստեփանավանում ես չէի տեսել, առաջի անգամ նման տեսակի կարկուտ տեսա, որ այսենց ուժեղ լինի, լե ավտոները նայեք ինչ է կատարվում, սաղ ավտոներն էլ ջարդել է։ Հլա մայթերում սառույցի կույտեր են։ Ահա հետևորդներ ջան, տեսեք իմ հայաթի վիճակը, ինչ վիճակում է գտնվում, ամբողջ հողամասս այսպես սառույցի մեջ է, ջարդվել, փշրվել է ամեն ինչ, մառոլները ստենում եք ինձև է, հիմա չկա, բոլորը ձյան տակ է ծածկվել, շատ սարսափելի վիճակում է գտնվում հայաթս։